Քոչարյանի մարդիկ հիմա ասում են. իրենք գիտեն, թե ինչպես պահել Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի հետ։ Լավ, հիշենք, դա ինչ տեսք ուներ, երբ Քոչարյանը նախագահ էր։ Հայաստանը պարտք ուներ Ռուսաստանին։ Միայն փողով վճարելու փոխարեն պետությունը տվեց գույք։ Այդ գործարքը հայտնի դարձավ որպես գույք պարտքի դիմաց։ 2002-ին Հայաստանը մոտ $100 միլիոն պարտքը փակելու համար Ռուսաստանին փոխանցեց 5 պետական ձեռնարկության վերահսկողություն։ Դրանք փոքր խանութներ չէին։ Դրանցից մեկը Հրազդանի ջերմաէլեկտրայանն էր, մյուսը Մարս էլեկտրոնիկայի և ռոբոտատեխնիկայի գործարանը։ Կային նաև 3 գիտաարտադրական ձեռնարկություններ։ 2003-ին Հրազդանի ջեկը փոխանցվեց Ռուսաստանին մոտ $31 միլիոն պարտքի դիմաց։ Ուրեմն, երբ ասում են Ռուսաստանը անվտանգություն է, հարցրեք, ինչ գնով։ Նախորդ անգամ գինը հայկական ենթակառուցվածքներն էին։ Էներգետիկա, գործարաններ, գիտական ակտիվներ, կտիվներ։ Սա հին բամբասանք չէ։ Սա կախվածություն կառուցելու ձև է։ Սկզբում կա պարտք, հետո կա ճնշում, հետո գույքն է փոխում տիրոջը։ Հետո նույն մարդիկ տարիներ անց վերադառնում են ու ասում. վստահեք մեզ, մենք գիտենք Մոսկվային։ Այո, գիտեն։ Հենց դրա համար էլ ընտրողը պետք է հիշի կտրոնը։ Մինչև հունիսի 7-ը մի քվեարկեք նոստալգիայի համար։ Հարցրեք, այն ժամանակ ով